Բարեկամներ, ողջույն։ Ընդհանրապես մտածում եմ, ոնց կարող է սեփական երկրիդ քարտեզը հանկարծ մի օր շատ վատ մղձավանջում դառնալ ծաղրի առարկա։ Նկատել եք, լինի քարոզարշավ, լինի ընտրապայքար, լինի ժողով, բանավեճ, զրույց, ցանկացած թեմա, Հայաստանի Հանրապետության քարտեզը հանկարծ դառնում է վիճարկման բանավեճի առարկա։ Այսօր էլ Հայաստանի ազգային ժողովում կրկին օրակարգ էր վերադարձել առաջին հայացքից անհասկանալի իրականությունից կտրված բանավեճ Հայաստանի տարածքի միջազգայինորեն ճանաչված քառակուսի կիլոմետրի շուրջ եւ ոչ միայն։ Ընդհանրապես այնպիսի տպավորություն է, որ խոսքը ոչ թե ինչ-որ պետական սահմանների մասին է, միջազգային իրավունքի, ազգային անվտանգության, այլ մանկական խաղի մասին է, Բալիկ ջան անունդ ինչ է, մոտավորապես այս մակարդակով։ Ամեն անգամ նույն խոսույթն է։ Ցույց են տալի քարտեզը ու կապ չունի դեպ ում ձեռքին է այս քարտեզը եւ ով է ներկայացնում այս քարտեզը, իշխանություն լինի, ընդդիմություն լինի, այլ ընտրանք լինի, կապ չունի։ Ասում են սա քիչ է, սա անարդար է, սա մեր ամբողջական հայրենիքը չէ, սա պատմական Հայաստանը չէ, սա քարտեզի սխալ ընթերցումը եւ այսպես շարունակ։ Ու այս ամենը ներկայացվում է լուրջ որպես բանավեճ ազգային ժողովում եւ ոչ միայն։ Այստեղ առաջանում է շատ պարզ հարց. ինչի սա նորություն է, ընկերներ։ Առաջին անգամ եք այս քարտեզը տեսնում, թե մինչև 18 թվականը այս քարտեզը չի եղել, առաջին անգամ եք լսում մոտ 28000 կիլոմետր քառակուսի, տարածքի մասին։ Միթե Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքների չափը այսպես չի։ Միթե այս ամեն ինչի շուրջ չի ծավալվել մեր գոնե վերջին 30 տարվա պատմությունը։ Միթե մինչև 2018 թվականի փաստաթղթերում այդ թիվը գրված չի եղել մոտավորապես 28000 քառակուսի կիլոմետր։ Ընդհանրապես տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության պետական փաստաթղթերում, կրթական նյութերում, դասագրքերում, պաշտոնական տեղեկագրերում, կադաստրի թղթերում, վիճակագրական հրատարակություններում եւ այլ շատ փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության տարածքը նշվել է մոտ 28-29 հազար քառակուսի կիլոմետր, այդտեղ տարբեր տարընթերցումներ կա, բայց կան այնպիսի ուժեր, որոնք բոլորովին այլ քարտեզներ են ներկայացնում առանց մտածելու, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Այսինքն Հայաստանի տարածքի մասին որևէ նոր իրավական կամ աշխարհաքաղաքական իրականություն չի ստեղծվել վերջին տարիներին։ Նորույթը միայն այն է, որ այսօր այդ փաստը վերածվում է քաղաքական իրոք ներկայացման, տրագիկոմեդիկ ներկայացման։ Սակայն խնդիրը այս թվերի մեջ չէ, բոլորովին թվերի մեջ չէ, վստահեցնում եմ ձեզ։ Խնդիրը մտածողության մեջ է։ Միջազգային հարաբերությունում գոյություն ունի շատ պարզ մի օրինաչափություն, այն պետությունները, որոնք սկսում են հրապարակային կասկածի տակ դնել սեփական տարածքները, հարևաններից պահանջատիրություն են ներկայացնում կամ ընդհանրապես հարցակային տակ են դնում իրենց սահմանների գոյությունը այս կամ այն ձևաչափով, ավելի շատ խնդիրներ են ունենում, քան լուծում են այդ խնդիրները։ Պատմության բազմաթիվ նման օրինակներ կան, մանավանդ պատմական այս հանգրվանում, այս տարածաշրջանում եւ ոչ միայն։ Ընդհանրապես սահմանների վերաբերյալ առավելապաշտական քաղաքականությունը հաճախ ավարտվել է երկարատև հակամարտություններով, միջազգային մեկուսացմամբ, տնտեսական շատ ծանր հետևանքներով եւ նոր տարածքային կորուստներով, ինչը մեծ հաշվով մեզ հետ տեղի ունեցավ։ Կամ հանձնվում ես մի մեծ տիրության, գերտիրության, ով կայսրական նախորժակով քեզ օգտագործում է, իսկ հետո երբ որ իր կայսրական շահերը մի փոքր այլ ձևաչափ են ստանում, քեզ օգտագործվածի նման դեն են նետում, ինչը եւս կարծում եմ շատ ծանոթ իրավիճակ է։ Ամեն դեպքում միջազգային իրավունքը պատահական չի, լավորից չէ, որ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա է հիմնված եւ դա սրբության սրբոցն է։ Ով որ խախտում է ուրիշ երկրի տարածքային ամբողջականությունը, ասում է, ես քեզ գալու եմ, դու իմն ես, ես քեզ գրավելու եմ, դու արևմտյան ես ինչ ես, դու արևելյան ես ինչ ես, դու հյուսիսային սա ես, դու հարավային նա ես, այս երկրները ունենում են լուրջ խնդիրներ եւ եւս պատմության մեջ որ նայենք կամ վերջին տասնամյակները որ նայենք, կտեսնենք թե ինչերի այդ ամենը կարող է հանգեցնել եւ հանգեցրել է։ Այն ստեղծվել է տարածքային ամբողջականության սկզբունքը, համամարտկային, այն ստեղծվել է պատերազմների դառը փորձից հետո կանխելու համար անվերջ տարածքային պահանջների շղթան։ Մի հատ նայեք Եվրոպայի քարտեզին ու մի պահ պատկերացրեք, ինչ կլինի, եթե ասեն գերմանացին, ֆրանսիացին կամ հռոմեացին, ավստրիացին հանկարծ մի օր սկսի պատմական հայրենիք պնդել ու կասկածի տակ դնել սեփական սահմանները
ու նայելով դուրս ասելով, որ ուրիշ ձև պետք է լինի մեր սահմանները ու անկախ նրանից ով է ճիշտ, ով է սխալ։ Ես այդտեղ ճիշտ ու սխալի համար չեմ եկել, ես հետևանքների մասին եմ խոսում։ Ընդհանրապես 15 տարի հենց նույն Լոս Անջելեսում ապրելով, ես տարբեր ուժերի մեռա բացատրելով եւ եթերում են ժամանակ հեռուստատեսության եւ ռադիո եւ հիմա էլ Երևանյան տաղավարից եմ ասում, դուք որ 15, 20, 30, 40, 50 տարի աշխարհի ամենամեծ մայրաքաղաքներում գոռում էիք մահ Թուրքիային, երբ որ դուք այրում էիք դրոշները հրապարակային, երբ որ դուք պահանջատիրական շատ լուրջ պահանջներ էիք ներկայացնում ու մեծ հաշվով պատմական արդարության վրա հիմնվելով էիք այդ ամենը անում։ Բայց դուք չէիք մտածում, որ Թուրքիան էլ իր լծակները օգտագործելով ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի վիճակը լինի մոտավորապես այն, ինչին մենք հասանք։ Այսինքն, եթե դուք անող եք, կարող եք, ուժեր եք, հրապարակային դա չեն անում, դա հրապարակներում չեն անում։ Հասկանում ես, դա ինչ-որ տղայական բան է հիշեցնում, այն է շատ թույլ կազմվածքով տղայական բան, որի հետևանքները շատ ծանր են լինելու։ Չհասկացան, այնտեղ լուրջ բանավեճեր ունեցան, կոնֆլիկտներ ունեցան եւ այլն, օքեյ, ժամանակը անցավ եւ կարծում եմ տեսանք վերջում ով է ճիշտ, ով է սխալ, բայց դա ուրիշ պատմություն է։ Յուրաքանչյուր ժողովուրդ այո կարող է ունենալ իր պատմական հիշողությունը եւ ունի այդ հիշողությունը, ցանկացած ժողովուրդ։ Իր մշակույթը ունի, իր աշխարհագրական ընկալումները ունի, իր ցավը ունի, իր տառապանքը ունի, իր վեհության մասին լեգենդները ունի։ Դուք մի ժողովուրդ կարող եք, հազարավոր ազգեր կան։ Մի ազգի պատմություն վերցրեք կամ նայեք, որ հանկարծ մի ազգ ասի, չէ, գիտեք ինչ կա, մենք մեծ չենք, մենք ահեղ չենք, մենք քստմնելի ոչնչություններ ենք։ Չկա, ամեն ազգ յուրովի է, փառահեղ է իր տեսակով, իր պատմության համար, իր պատմագիրների տեսանկյունից։ Բայց պետությունը ղեկավարվում է ոչ թե հույզերով, էմոցիաներով, 2000 տարվա հեքիաթներով, այլ ցավոք սրտի ներկայիս իրականության ընկալմամբ։ Քաղաքական գործչի պարտականությունը տարբերակելն է այս զգացմունքները։ Պատմաբանը ինչ ուզես կասի, պատմաբանը ինչ փաստաթուղթ ասես կթափահարի, ինչի մասին ասես կասկածի տակ կգնա անցյալ, բայց երբ որ դա արվում է խորհրդարանում, երբ որ դա անում է պետական գործիչը, դա արդեն պետական դիրքորոշում է, որը մերոնք այդպես էլ չեն հասկանում, որովհետև փողոցից են ավակե տարել, որ դա դիրքորոշում է պետության, որը պետք է պատասխան տրվի դրա համար, ամեն բառի համար։ Պատմաբանը կարող է մի բան քարի կտոր գտնել, ասեք, սա էս ինչ թվի, էս ինչ բանն է։ Բայց երբ որ պետական գործիչը ամբիոնին մոտենում է, ասում է, սա էս ինչն է ու կասկածի տակ է դնում ներկայիս իրականությունը, դրա համար պատասխան պետք է տա։ Էլի եմ ասում, արդար թե չարդար դա ուրիշ հարց է, բայց պատասխանը պիտի տա։ Երբ խորհրդարանի ամբիոնից հերթական անգամ սկսվում է դեմագոգիկ զրույցը, որ սա քիչ է, սա ամբողջականը չէ, սա արդար չէ, այս խոսույթը հարց է առաջանում։ Okay, բա հետո ո՞րն է առաջարկվող լուծումը։ Սա քիչ է։ Հետո որտեղ է այն միջազգային մեխանիզմը, որը կարող է փոխել այս իրականությունը եւ որ երկրի պարագայում է դա հաջողել, որ մի երկիրն է փաստաթղթով, ասենք 100 տարվա փաստաթուղթ, դուք հասկանում եք, որ փաստաթղթի մասն եմ խոսում, հանի այդ փաստաթուղթը գնա մակն էլ ասի ճիշտ եք ասում, այ ճիշտ եք ասում, այ սա ձերն է եւ վերցրեք։ 40 միլիոնից քրդերին սպանում են ամբողջ օրը, ոչ ոք տերը չի կանգնում։ Էլ չեմ ասում, ինչքան ժողովուրդներ ընդհանրապես հայրենիք չունեն, պետություն ու պետականություն չունեն։ Իսկ մենք ունենալով կասկածի տակ ենք դնում սա։ Մենք չենք մտածում ինչ է ներսում, մենք մտածում ենք ինչ է դրսում, դրա համար էլ ներսում դժոխքի ենք վերածում ամեն ինչ։ Նպատակը ո՞րն է։ Նպատակը հերթական, բարձրագոչ, հուզական, ներքաղաքական կրկեսներն են, որոնց ականատեսը մենք լինում ենք։ Ամենավտանգավորը սակայն այն է, երբ սեփական պետության իրավական սահմանը աստիճանաբար դառնում է ծաղրի, հեգնանքի, անվերջ կասկածի առարկա, դա որևէ լավ բանի չի հանգեցնի։ Դուք հիշում եք այն դեպքը մետրոյում, ու ել եմ ասում, կապ չունի ով է սա բռնում։ Իշխանությունը, ընդդիմությունը, սա Հայաստանի Հանրապետության քարտեզն է։ Ու կապ չունի ով է ներկայացնում, երբ որ սա վերցնում են քմահարանքով են խոսում, ել չեմ ասում, նետում են։ Այստեղ արդեն ամեն ինչ, առողջ տրամաբանությունն է այստեղ սպառվում։ Երբ որոշ քաղաքական գործիչներ Հայաստանի Հանրապետության քարտեզը ցուցադրում են որպես պետականության խորհրդանիշ, իսկ մյուսները այս քարտեզը ցույց է տալու ասում չէ, սա դավաճանական խորհրդանիշ է, այստեղ շատ լուրջ խորքային խնդրեմ կա։ Ի վերջո, այս քարտեզը որևէ կուսակցության եւ որևէ անհատի քարտեզ չէ ու անուններով եկեք ասեք, որ Փաշինյանը ներկայացված, սա Փաշինյանի քարտեզը չի, սա Հայաստանի Հանրապետության քարտեզն է։ Դա այն պետությունն է, այն պետության սահմաններն են, որի սահմանադրության համաձայն դուք պարոնայք, ընտրվել եք ազգային ժողով ոչ բարով,
որի օրենքներն եք փորձում խմբագրել, ընդունել, չգիտեմ ինչ անել, բայց դեռ բան չենք տեսել, բայց կապ չունի, մի օր կանեք երևի։ Որի պետական բյուջեից աշխատավարձ եք ստանում, որի անունից խոսում եք միջազգային հարթակներում, բայց չեք ընդունում այս սահմանները։ Եթե նույնիսկ այդ քարտեզը որևէ մեկի քաղաքական պատկերացումների հետ չի համընկնում, այն շարունակում է մնալ մեր պետության իրավական սահմանը։ Ուզում ենք մենք դա, թե չենք ուզում։ Ու մեծ հաշվով այս սահմանը, որ գծվել է, այս իրավիճակի արդյունքում է գծվել, որովհետև երբ որ կայսրությունները բաժանեցին մեր ճակատագիրը, այսպես ասենք, հա, էլի ներսում խժդժություն էր, միահամուռ բան չկար, էսի դավաճան է, էսի էսական է, ինական է, դրա համար մնաց էս։ Ու հիմա մենք նույն բանն ենք շարունակում, որ սա էլ արդյունքում չմնա, հա։ Դրանպես դժվար է կառուցել բարեկեցություն, երբ հասարակությունը չի համաձայնում նույնիսկ պարզ մի հարցում հայտարարի գալ, որն է պետական իրավական սահմանը, պետության սահմանը։ Դժվար է խոսել համերաշխության մասին, երբ պետականության ամենահիմնական խորհրդանիշներից մեկը քարտեզը մշտական կասկածի ու ծաղրանքի մեջ է գտնվում։ Եվ առավել դժվար է խոսել ապագայի մասին, եթե ներկան անընդհատ բախվում են նույն դեմագոգիկ իրականությանը։ Պետությունները ուժեղանում են ոչ թե քարտեզների շուրջ անպետք աղմուկով, այլ անգիտակցությամբ, որ պետական սահմանը նախ եւ առաջ պատասխանատվությունն է, ոչ թե քաղաքական ելույթները բոցավառ ու դեմագոգիկ։ Լավ կլինի մտածենք ոչ թե սահմանների չափերի մասին, այլ այն կյանքի որակի, որը պիտի լինի այս սահմաններից ներս։ Մտածեք այդ ուղղությամբ։